Բարի լույս, ուղիղ եթերում աշխատանքն է սկսում ժամը լրատվականը։ Հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը վավերացրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։ Վահագն Խաչատուրյանն օրենքը ստորագրել է հոկտեմբերի 24-ին, Բաքուն էլ 3 հաղորդեց, որ Իլհամ Ալիևը ևս ստորագրել է։ Այս փաստաթուղթը նախատեսում է, թե ինչպես պետք է Երևանն ու Բաքուն իրականացնեն հայ-ադրբեջանական սահմանի զատումը։ Միակ հիմնական սկզբունքը, որ այնտեղ ամրագրված է 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրն է, բայց առանց հստակ քարտեզների։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ Սահմանադրական դատարանը սահմանազատման կանոնակարգը Հայաստանի սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել։ Սահմանազատման կանոնակարգի շուրջ կոնսենսուս կա, բայց դա չի նշանակում, թե Երևանն ու Բաքուն լեզու են գտնում նաև խաղաղության պայմանագրի հարցում։ Քաղաքագետները հիշեցնում են Ալիևի և նրա խոսափողների հայտարարությունները, այն է մինչև բոլոր կետերը չհամաձայնեցվեն, ոչինչ էլ չի ստորագրվի։ Սա նշանակում է, որ եթե անգամ մեկ կետի շուրջ տարաձայնություն կա, ուրեմն այդտեղ խաղաղություն չկա։ Իսկ Ալիևը բաց է հայտարարում խաղաղության պայմանագիր կնքելու համար Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Մեկ ժամից Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին։ Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, նոր լուրերով հանդիպելու ենք ճիշտ կեսօրին։ Կեսօրի ժամն է, ես Սոնա Թորոսյանն եմ, բարի օր, բարի գալուստ։ Հայ-ադրբեջանական ժամը հետևում է իրադարձությունների զարգացմանը, մնացեք մեզ հետ, տեսություն։ Այս և այլ թեմաների մասին առաջիկա րոպեներին բարի օր, դուք դիտում եք ժամը։ Եվ այս ժամի համար այսքան, անցնող օրվա լրահոսին հետևեք ժամը 20-ին, կհանդիպեն գլխավոր թողարկմանը։ Բարի երեկո, ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ժամը լրատվականի գլխավոր թողարկումը։ Եվ այսպես լրահոսը Արմենիայի եթերում սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։